Ներքին և ընտանեկան բժշկության հիմնախնդիրները թեմայով երրորդյա միջազգային գիտաժողովը համախմբել է 600-ից ավելի մասնակցի։ Զեկույց է ներկայացնելու նաև արտերկրից ժամանած 7 մասնագետ։ Միջոցառումը վեր է հանելու բոլոր ներքին հիվանդությունների եւ ընտանեկան բժշկության առաջնային օղակի կարևորագույն խնդիրները։ Առաջինը սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելումը, նվազեցնելու ռիսկի գործոնները եւ դարձնելու հիվանդությունները կառավարելի։ Կոնֆերանսին ներկայացվում են նաև թոքային հիվանդություններին, քնի օբստրուկտիվ ապնոեին, գաստրոէնտերոլոգիական խնդիրներին առնչվող զեկույցներ։ Առանձին սեկցիա նվիրված է միայն մետաբոլիկ խանգարումներին, ավելորդ քաշ, ճարպակալում, շաքարային դիաբետ։ Նման կոնֆերանսները կարևոր են ավելի ամրապնդելու եւ հզորացնելու մեր գիտելիքները ներքին հիվանդությունների վերաբերյալ։ Առավել քան կարևոր են, որ այստեղ հավաքվել են բժիշկներ նաև արտերկրից եւ ունեն հնարավորություն քննարկելու նաև մասնագիտական կոնկրետ դեպքեր, որոնց առնչվել են իրենց կլինիկաներում։ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան մարտին Իտալիայում անցկացված կոնգրեսին դարձել էր Եվրոպական ներքին հիվանդությունների ասոցիացիայի լիիրավ անդամ։ Հայաստանը 43-րդ երկիրն է, որը ընդգրկվել է ներքին բժշկության Եվրոպական ֆեդերացիայում։ Դա բերեց նոր հորիզոններ եւ նոր շփման հնարավորություններ ոչ միայն այս ասոցիացիայի համար, այլ նաև մյուս մասնագիտական ասոցիացիաների համար։ Սա ամբողջապես մի կրթական ծրագիր է, սա ամբողջապես փորձի փոխանակում է, որը երկար տարիներ չեն եղել եւ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի Հանրապետության եւ Կիրգիզստանի նախկին post-սովետական երկրների մասին է խոսքը, ինչպես նաև այդտեղ կան Սլովենիայից, Մակեդոնիայից, Իտալիայից ներկայացուցիչներ կան եւ շատ կարևում ենք, որովհետեւ մեր բժիշկների համար սա որպես կրթական ծրագիր եւ աշխատանքային փորձի փոխանակություն շատ կարևոր է։ Առաջին անգամ եմ Հայաստանում, ուրախ եմ, որ հայ գործընկերների հետ ունենք համատեղ տեսլական, ներքին բժշկությունը առավել զարգացնելու։ Այն, որ Հայաստանն արդեն Եվրոպական ներքին հիվանդությունների ասոցիացիայի լիիրավ անդամ է, իրապես գործակցության նոր հնարավորություն է ստեղծում։ Մասնակիցները գիտաժողովի ավարտին կստանան 24 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։ Նարեկ Ոսկանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։